գտնվում ենք ցուցադրությունների սրահում, ցուցասրահում, որտեղ ներկայացվում է մեծ հանճարեղ գրող Խաչատուր Աբովյանի ողջ կյանքը, գործունեությունը, ներկայացվում է ստեղծագործությունները։ Գիտեք, Աբովյանը անչափ շատ է սիրել երեխաներին եւ դպրոցներ են հիմնել, որտեղ դաժան պատիժները, դուք գիտեք, որ այն ժամանակ Աբովյանի փոքր Խաչատուրի ժամանակներում դպրոցներում երեխաներին դաս սովորացնելու ընթացքում անընդհատ ճիպոտներով ծեծել են, որ ուշադիր լինեն։ Ու Աբովյանը դեմ էր այդ դաժան պատիժներին, նա դպրոցներից վերացրեց դաժան պատիժները, հետաքրքիր դարձրեց դպրոցները, որտեղ էքսկուրսիաներ էին կազմակերպում, երեխաները գնում էին գետակը լողանում էին, տարբեր տեսակի տեսարժան վայրեր էին հաճախում, մի խոսքով շատ հետաքրքիր կրթությունը դարձրեց ու մեր հին գրապարյան հայերենը դարձրեց նոր աշխարհաբար հայերեն։ Նաև մանկավարժ չէ։ Այստեղ այո, Աբովյանը մեծ մանկավարժ է եղել ու գրող, հիշում ենք դա։ Իսկ իհարկե մեծերին էլ եթե առանձին ինչ-որ հարցեր կհետաքրքրեն, սիրով կներկայացնեն, այս երկու բաժիններով ներկայացվում է Աբովյանի Ֆրիդրիխ Պարոտի հետ, եվրոպացի ճանապարհորդի հետ 1829 թվականի սեպտեմբերի 27-ին երկու անհաջող փորձերից հետո երկօրյա իրականում դաժան ճանապարհներ հաղթահարելով, վտանգները հաղթահարելով Արշավախմբի հետ միասին Խաչատուր Աբովյանը հասնում է Արարատի գագաթին, փայտե խաչ է կանգնեցնում եւ դա մարդկության ընդհանրապես լեռնագնացության պատմության մեջ համարվում է առաջին վերելքը, որ նոյից հետո մարդը հասել է Արարատի գագաթին։ Խաչը կանգնեցնում են, 30-ից 40 րոպե անցկացնում եւ նորից վերադառնում։ Ուրեմն մենք գտնվում ենք երեխաներ Խաչատուր Աբովյանի պապին ձեռքերով կառուցված 300 տարվա պատմություն ունեցող տոհմական տանը։ Բացառիկ է այս տունը, որովհետև այդ ժամանակներից պահպանված ոչ մի շինություն այլ չէր գտնի։ Ինքը տոհմատունը արդեն ինչպես կարծում եք պատմական հուշարձան է, հիմա ներկայումս համարվում։ Այս տանն է հենց ծնվել Խաչատուր Աբովյանը։ Հիշում ենք, չէ՞, հայ մեծ գրող, լուսավորիչ եւ ուսուցիչ։ Այստեղ իրերը, որոնք որ ցուցադրված են, դուք կտեսնեք, թե ինչպես են իրեն ժամանակներում այդ իրերով, օրինակ բրդից, բամբակից թել պատրաստել, կամ մեր թեման այսօր հացն էր, հայ աշխատանքը, խնդրում եմ բացատրեք։ Շատ լավ, հիմա խնդրեմ, շարունակենք։ Առաջինը այսպես երեխաներ, ուրեմն սա կոչվում է սանդ եւ վարսանդ, այստեղ փոսի կա, մի քիչ հեռու կանգնեք, չէ, դե կոչվում է սանդ եւ վարսանդ, երբ որ ցորենը այն ժամանակ մարդիկ խաղել են, բերել են, ցորենը պինդ է, վրան թեփ կա, չեն կարողանա ճաշ պատրաստել, ցորենը լցրել են այս փոսիկի մեջ, մի փոքր մի դույլ ցորեն են լցրել, մի փոքր մի երկու բաժակ ջուր են լցրել, ու այսպես այնքան են ցորենին խփել, որ ու այսպես խառնել են, խփել են, թեփը դուրս է եկել, հետո տատիկները այսպես հանել են այդ ցորենը, որ թեփը արդեն շատ է վրայի, լցրել են մաղի մեջ, այսպես մաղով, քամու հոսանքին հակառակ են կանգնել, թափահարել են, ցորենը թափվել է փռած գորգի վրա, իսկ թեփը քամին տարել է, ու հետո երբ որ չորացրել են ցորենը, արդեն դարել է ձավար եւ կարողացել են այդ ձավարով ճաշ պատրաստել։ Հիմա հետ գնացեք, ցուցածները չեն եղել, որ մանրացնեն, ցորենից ալյուր ստանան։ Դրա համար, մի քիչ հեռու գնա, Տիգրան ջան, սա այն երկու շատ ծանր քարերն են, որոնք որ իրար վրա են դրված, այսպես ցորենը լցրել են այս անցքի մեջ, պտտել են, այսպես, տեսեք, պտտել են, այսպես պտտել ծանր է։ Էրտանք է կոչվել։ Եկեք, Խոնարհվում ենք, բայց գնում ենք։ Արև, սպասի մի րոպե, Ազիզ ջան։ Ինչի համար ես գնում, ուր ես գնում, հետս գնա Արև։ Ես գնամ ձեզ նկարեմ։ Եկեք առաջացեք, երեխաները թող առաջանան։ երեխաներ են, իջնում ենք, կանգնում ենք Ձեր չեմ տալիս ոչ մի բան։ Ոյ մարմից շաքաղվել։ Արդեն ասեցի, որ այս տանն է ծնվել Խաչատուր Աբովյանը, իսկ տունը կառուցել է իր պապը, պարոն Ապովը 1760-ից 80-ական թվականներին։ Իհարկե տունը ի սկզբանե շատ ավելի մեծ սենյակներ է ունեցել, տան հարկեր է եղել, բայց հիմա տեսնում ենք պահպանված 4 սենյակները կամ հարկաբաժիններ, ինչպես ասել են։ Հիմա գտնվում ենք Թոնրատանը,
կտեսնենք մառանը, հյուրասենյակը եւ պատշգամբը, որը եւս հարկաբաժին է համարվել։ Հետաքրքիր է, որ կենտրոնում բնական է, տեսնում ենք թոնիրը, թոնիրի մեջ ինչ էին անում երեխաները։ Ապրեք, լավաշը հենց թխում էին այս թոնիրի մեջ։ Բայց եթե թոնիրը վառում են, կրակ են վառում, պետքա չէ ծուխը ինչ որ տեղից դուրս գա, ապա բոլորս նայում ենք առաստաղին, վերևում երեխաները, այս պատուհանը առաստաղի մեջ բացված կոչվել է երթիկ, իսկ գերանների այս շինվածքը, իրականում նաև ուզում եմ այնպես ասել, որ մեծերին էլ հետաքրքրող տեղեկություններ տամ, շինվածքը կոչվել է հազարաշեն երթիկներ։ Ճարտարապետական ինքը բացառիկ կառույց է, անկյունաձև գերանները այնպես են գործված իրար դասավորել, որ անձրևաջրերը ներս չլցվեն։ Ու ինչպես տեսնում եք, լայնից դեպի նեղ գնացող, բարձրացող ուրեմն ձևը կոչվում է այս հազարաշեն երթիկ։ Հիմնականում երթիկը բաց էին պատասին, հավաքվում էին քուրսու շուրջ բոլորը, հատակին, կարպետների, գորգերի վրա տեղավորվում էին, նստում, կարպետները գցում էին իրենց ծնկների սփռոցանման, որպեսզի ջերմությունը այս թոնրի տակ մնա սեղանի տակը, պատկերացրեցիք, չէ՞։ Ու այս քուրսու շուրջ հավաքված ընթրիքներ էին կազմակերպում, ճաշում էին, միշտ հյուրեր են եղել այս տանը։ Ու Աբովյանն էլ իր հուշերում միշտ հիշատակում է, ասում է, ճիշտ է, մենք բազմանդամ ընտանիքով ենք այստեղ ապրել, դե այն ժամանակ պապա գիտենք, որ միշտ բազմանդամ գերդաստանով էին ապրում ընտանիքները, անգամ ասում է այդ բազմանդամության հետ մեկտեղ միշտ հացի սեղանի նստում էին հյուրերի հետ միասին։ Երբ որ ոչխարի վրայի բուրդը մարդիկ կտրել են, հանել են, բուրդը եղել է գնդիկավոր, այդպես հնարավոր չէր ինչ-որ գուլպա գործել կամ ինչ-որ շոր գործել, դրա համար այսպես տատիները պապիկները պատրաստել են այսպիսի գործիկ, տատիկները նստել են, ոտքերը դրել են այսպես սրա վրա, որ չշարժվի, սրանք սուր մեխեր են, բուրդը վերցրել են, այսպես տատիկները, այսպես սանդի վրա, տեսեք, այսպես, գնդիկները մնում են սանդի վրա, իսկ են հարթ ու բարակ ու գեղեցիկ բուրդը գալիս էին ձեռքին, ու հետո, երբ որ այսպես գեղեցիկ, այս ամեն ինչը այսպես տատիները պոկել են կողքից, գնդիկը թողել են վրան, որ հետո գցեն, իսկ այս գեղեցիկ բուրդը տեսեք ինչքան արդեն գեղեցիկ ստացվեց, որ կարողանան դարձնել թել, այսպես ունեցել են իլիկներ, Այստեղ դրել եմ, գիտեք ով դրել եմ։ Այստեղ կա իլիկ, դա կոչվում է իլիկ, ամենասկզբում, երբ որ դեռ սա չկար, ճախարակով են մանել, սա ճախարակն է, որ բուրդը մանել են, թել են հանել, հետո արդեն եղել է այս իլիկը, որ տատիկները այսպես փաթաթել են բուրդը իրենց մատիկների վրա, այսպես պտտել են, ու այսպես քաշելով, ստացել են, թելը նայեք, ֆրացրել են եւ երգել են քստֆր, որովհետեւ մեր հայերը ունեն աշխատանքային շատ երգեր։ Հացի երգ չէ դուք երգեցիք, ծորենից անելու երգ, ծորեն հավաքելու երգ, թելը ստացել են, հաց թխելու երգ։ Ահա, տեսեք թելը։ Այսպես երկարելու է, հետո այսպես փաթաթելու են, տատիկները շատ այստեղ թել են փաթաթել։ Նորը թելի հանդես անել, կեր մարգարիտ։ Ու հետո գուլպա են գործել։ Ես Ոյ, ինչ լավն է։ Ոյ։ Շատ լավն է։ Կանգնեք այդտեղ։ Այստեղ կանգնեք, երեխաներ, այստեղ կանգնեք, որ բոլորը տեսնեք, ապրեք դուք։ Դες պատուհան չի եղել, մարանում։ Չէ։ Հիմա կանգնեք, տեսեք, խոսեմ, որ դուք լսեք, արեք, ապրես։ Տան ամենատակ սենյակն է, որովհետև այնտեղ թոնիր էր վառվում, ապա մառանը, այն սենյակը, որտեղ մենք գտնվում ենք, այս սենյակում, մառանում, ընդհանրապես միշտ շատ ցուրտ էր լինում, չէին տաքացնում, ինչու, որովհետև աշնան բերքահավաքից հետո, գիտեք չէ, աշնանը հավաքում են բանջարեղեն, մրգեր, ամեն ինչը պետք է պահել ձմռան համար, պահում էին հենց մառանում, ամենատան սառը անկյունում, սենյակում, տեսեք ինչպես են մրգերը պահել, կապել են պարաններ առաստաղի ամբողջ երկարությամբ, գերաններից, պատերից ու եկեք մտովի պատկերացնենք ամբողջ առաստաղը կապված պարաններից, իսկ այդ պարաններից էլ կախել են հավաքված մրգերը,
տարբեր տեսակի մրգեր, խնձորը, տանձը, խաղողները, ինչպես օրինակ ունեցել են այսպիսի ճոճ, թելերից կապված այսպիսի մեծ տարա, որը կոչվում է ձծում։ Ձծումի մեջ տատիկները լցրել են մածունը, երբ որ մածունը եղել է, որպեսզի կարակ եւ յուղ ստանան։ Լցրել են այստեղ, վերանը փակել են ու երկուսով տատիկներով ճոճել են ձծում կարակ։ Ձծում կարակ։ Խնոցին այսենց, ինքես համարա խնոցու երգը դուք լավ գիտեք, ասեք։ Ձծում։ Ոտանավորն ասենք։ Ասենք, հա։ Խնոցի, հարոցի, մածունը լցրեցի, հարեցի, կարակը հանեցի, բոլորին բաժանեցի։ Հետո որ տանում բերում էինք, այդ մածունից առանձնանում էր այսպես կարակը եւ տակի ջուրը, որը կոչվում էր շիճուկ էին ասում, թան էինք ասում, ու հետո դրանով սպաս էին։